իրենք ասում են, այո, մենք ժողովրդագրությունը կապահովենք, ժողովրդագրության խնդիրները կլուծենք, ներգաղթով, կազմակերպված, ղեկավարվող, կառավարելի ներգաղթով, բայց հիշեք իրենց խոսքերն է, որ ներգաղթողները հայեր չեն լինելու, սա Արսեն Թորոսյանի խոսքն է, ումով են ներգաղթը ապահովելու, ումով են ժողովրդագրությունը լուծելու, հենց այդ 300,000-ի, և պատկերացնում եք նրանց աճի տեմպերով, ինչքան կարճ ժամանակ հետո այդ 300,000-ը դառնալու է մեր ընտրողների մեծամասնությունը, բա երկիր հանձնելը էլ ոնց է լինում, հենց այդպես 300,000-ը կարճ ժամանակում դառնում է 1 միլիոն և մենք այլևս ընտրում ենք ադրբեջանական իշխանություն, սա է նրանց ծրագիրը, մենք խոստանում ենք ժողովրդագրության խնդիրը լուծել երիտասարդ ընտանիքներին աջակցության ծրագրերով, յուրաքանչյուր նոր երեխայի համար եկամտահարկի հետ վերադարձով, մենք խոստանում ենք տարեկան 45,000 աշխատատեղ, որպեսզի մեր երիտասարդները չարտագաղթեն և ապահովենք ներգաղթ, բայց հայերով ներգաղթ, մենք խոստանում ենք մեր խոստումներից չհրաժարվել, մենք խոստանում ենք կատարել մեր խոստումները և իհարկե առանց խոստումի էլ դուք տեսնում եք մեր ծրագրերը, մեր թիմը և մեր թիմի այդ ծրագրերը կատարելու կարողականությունն ու արդեն ունեցած փորձը